Արցախն այս օրերին ոտքի վրա էր պատրաստ իր պատմության երկար ճանապարհի վճռական քայլերից մեկին, թերևս հենց ամենավճռականին։ Վերամիավորման պահանջով որոշումներ են ընդունվել մարզի բոլոր քչերձ խորհուրդները, որոնք միաժամանակ պահանջում էին նույնպիսի որոշում ընդունելու համար հրավիրել մարզխորհրդի նստաշրջան։ Ուղիղ 25 տարի առաջ այսօրը Հադրութում տեղի ունեցածը սովորական հանրահավաք չէր։ Շարժման ակտիվիստներից Էմիլ Աբրահամյանը դա որակում է որպես ընդվզում կենտրոնական հանրապետական իշխանությունների քայլերի, որոնք ուղղված էին վերամիավորման գաղափարը կանխելուն։ Փետրվարյան օրերը մատնանշեցին մեր ժողովրդին, որ մեր թշնամիները ովքեր են, եղել են անցյալում ովքեր եւ մնում են որպեսզի այդպես նաեւ այսօր։ Փետրվարի 12-ին մենք կաղնեցինք ամբողջ կայսրության դեմ։ Մենք ասեցինք ոչ կայսրապաշտական ուժերին, սովետական համակարգին, որը որ այդ օրը փորձում էր կանխել մեր ժողովրդի մեջ այն պայծը, այն իղձը, որ մեր ժողովուրդը դարերով փափագում էր եւ դրսեւորում էր արդեն։ Ինչու Հադրութում տեղի ունեցավ փետրվարի 12-ը։ Այդ ժամանակ այստեղ հասարակությունը հոգևոր գաղափարական առումով պատրաստ էր հանդերձ գալու ընդդեմ օրվա գործող համակարգի։ Անհանգիստ այդ օրերին շրջանում եւ ամբողջ մարզում հասունացած եւ իր լուծումը պահանջող խնդիրները վեր էր հանվում բաց նամակների միջոցով։ Հրապարակային էին գործում նաեւ հասարակական շարժման ակտիվիստները, ինչը շրջադարձային դարձավ հասարակության քաղաքականացման հարցում։ Կարևորը խորհրդային համակարգից մնացած սարսափն ու հասարակական գիտակցության ձևախեղումները արմատախիլ անելն էր։ Շնորհավորում եմ բոլոր այն տղաների անունից, որոնք այսօր մեզ հետ չեն։ Իրենց կյանքն են զոհաբերել հանուն այն հաղթանակի, որ օր-օրի կերտում ենք մենք, յուրաքանչյուրս, ապրելով Արցախյան հողում, ստեղծելով բարիք, հանուն այն ապագայի, որի համար փետրվարի 12-ին հադրութեցին բարձրաձայնին է միացում։ Միացավ ժողովուրդը եւ լուծվեց մի հարց, որին դեմ էր սովետական միությունը։ 25 տարի անց պարզ երևում է, եթե ինչ-որ մի գաղափարին միանում է ժողովուրդը, եթե ինչ-որ մի բանի հետ համաձայն չի ինքը ժողովուրդը, եթե ինքը միանա, ցանկացած հարց կլուծվի։ Ամսի 12-ը դա եղավ։ 25 տարի առաջ այսօր արցախցիների համար լուծվում էր մի խնդիր՝ պատրաստ են արդյոք իրականացնելու նվիրական երազանքները։ Ամբողջ Հադրութն ու շրջակա գյուղերը միասնական պոռթկումով կանգնեցին ի պաշտպանություն նվիրական երազանքի, գիտակցված ու իմաստավորված ազգային գաղափարի։ Դժվար էր այն ժամանակ ընդունել այդ շարժումը, բոլորը չէին պատրաստ դրան։ Կար խորհրդային միություն, կար կոմունիստական կուսակցություն, որը գաղափարախոսությունը նստած էր ժողովրդի մեջ, բայց գտնվեցին Հադրութում ակտիվիստներ, գտնվեցին մարդիկ, որոնք ժողովրդին կարողացան համոզել, որ հայը պիտի ինքը իր ձեռքով կերտի իր ապագան, պիտի ելնի պայքարի եւ մեր պայքարը արդարացի է։ Նրանք, ովքեր նույն ոգևորությամբ ելույթ էին ունենում այս ամբիոնից, անգամ տարիների հեռավորությունից միասնաբար փետրվարի 12-ը համարում են համաժողովրդական ձեռքբերման օր։ Սամվել Բալայան, Հովիկ Արաքելյան, օր։